Գանձասար հանդիպան ընթացքին մեկնարկեց երկրորդ խաղակեսը, այցում ձեր ներողամտությունը Արարի Այվազով 3 կենտրոնական պաշտպան, համար 33 Ռոբսոն Ջունիոր, համար 55 Շունտո Կանդա, հրապարակում գնդակի համար պայքարում շատ լավ աշխատեցին այստեղ Գանձասարի ֆուտբոլիստները, լավ դերմանի պրեսինգը, Ֆարայոլան ամեն կերպ աշխատեց, փորձեց կանխել այս տանկավոր հակագրոհը, բայց Շուտո Կանդան փակում է հենց Ասատրյանի դիրքը եւ այո Անան Մենսա, Սեզար կենտրոնում, Աթիլան էլ ձախից ավելի արձակողական սխալվեց Սեզարը ու այստեղ գրկում է Այվազովը երկրորդ փորձը։ Առակն էր երկրորդ կեսում նորից Ավանեսյանը սկսեց այս եզրից ավելի շատ գրոհել։ Լավն էր խաղարկումը Ֆարայոլայի եւ Տերտերյանի, Ֆարայոլան շարժում է առաջ մեկ հպումով։ Անմիջապես մոտենում է ու խաղարկելու են։ Գնդակը, այո, իհարկե, հենց Նալբանդյանի միջոցով վերվից ու գոլ։ Կարեն ու Նալբանդյան բարձրից հրաշալի փոխանցում Տերտերյանը արդեն գրոյի փուլում է Պիտուկանային հրապարակ Ժեզուսը և 2-3-ի դեմ հակագրո Մոմո Տուրե դաթար վերցրեց Տուրեն Ֆարայոլա անցավ մրցակցին ու հիմա բարձրից փոխանցում Տուկանային հրապարակ Տուրե եւս մեկ փորձ եւ Մեսա պաշտպանական գիծը կենտրոնականի պաշտպանական գիծը մնում է բարձրից փոխանցում Տուկանային հրապարակության պայքար դիրքային պայքար որում առանց կանոնների խախտման Ֆարայոլան գերազանցում է մրցակցին փոխանցում Տուկանային հրապարակ ավստրիացին ուղարկում է կենտրոն գրոյին միացած Ռոբսոնին վերջապես եղավ փոխանցում Հակոբ Հակոբյան ու նորից Ֆարայոլա Ֆարայոլան և Ռոբսոն Ջունիորը սկսեցին ավելի շատ հանդիպել միմյանց ունե կատարել մինչ այս Ջեֆերսոն Գրանադոն է դուրս եկել խաղադաշտ քիչ առաջ 2 դարպասապահ ունի պայստում 11 մետրանոց էր վաստակել Փյունիքը 0-0-ի ժամանակ բայց Ազիմատի նաբուդում փրկել էր իսկ 3-0 Աշալի եզրափակում Փիլոյանն էլ դարձավ գոլ Ռոբերտ Հակոբյան երկու Գոլից դուրս եկավ խաղադաշտ, 4-րդը հայտնվում է եւս Գանձասարի դարպասում։ Բակը կար արդյոք խախտում թե ոչ։ Փաստորեն գոլը չեղարկվեց, բավական լավ արդյունավետ գոլերի տեսանկյունից սկսելով մրցաշրջանը Գանձասարը այս հատվածում ձախողում է։ Այդպես էլ Շիրակի դարպասը գրավել չկարողացավ Հրապատը, որը երկու հանդիպում է անցկացրել։ Երեք 0 գեղեցիկ աշխատեց Օրեյշը ական տպավորիչ խապեց Ջեֆերսոն Գրանադոին Նական ժամանակում վերջին գրոն է անցկացնում Գանձասարը ու նորից Ցավրի եզրափակից Սուլիչը 3-0 հաշվով Ալաշկերտը հաղթում է շնորհավորում եմ Ալաշկերտի բոլոր երկրպագուներին Այսքանով